ձեզ։ Այսօր կխոսենք թվայնացման մասին։ Թվայնացում դա պրոգրես է, առաջընթաց է, թե հսկողության միջոց։ Նախ ես ինձ մասին պատմեմ, մի քիչ ես Մարինա Արզումանյանն եմ, կրթությունս ռոմանա-գերմանական լեզուների բակալավր և միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության մագիստրոս։ Աշխատել եմ ամբողջ կյանքս իբրև անգլերենի և գերմաներեն լեզուների թարգմանիչ, հիմնականում նեղ մասնագիտությունը դատական համակարգ միջազգային կոնֆերանսներ։ Այսպես։ Ինչ եք կարծում, Թորոս, այսօրվա օրով թվայնացումը դա ավելի շատ որպես առաջընթաց է, թե որպես այնուամենայնիվ կա վտանգ մեր ազատության։ Անպայման վտանգ կա, Մարինա ջան, ընդհանրապես գիտությունը երկսայրի սուր է։ Նա կարող է և ծառայելի բարօրություն մարդկությանը, կարող է և իջարս օգտագործել։ Ցավոք սրտի այսօր աշխարհում այնպիսի մարդիկ են իշխանությանը, էլիտարները, որոնք որ բարօրություն չեն օգտագործում այդ ամեն ինչը, այլ օգտագործում են մարդկանց վրա, ուրեմն կոնտրոլը խորացնելու համար, մարդկանց տոտալ վերահսկելու համար, որը որ ես չգիտեմ ուր է տանելու, որտեղ մարդը բնությունը այնպիսին է, որ մարդը որդավորված չի, որպես տրուկ ապրի։ Չի, բայց այն ինչ մենք տեսնում ենք, ցավոք հակառակն է ապացուցում։ Որտեղ կան մարդկանց տարբեր խմբեր կան, այո, մարդկանց մի որոշ զանգված կա, որը որ իր ներաշխարհով համապատասխանում է ստրուկ լինելու, ցավոք սրտի այդպես է, պետք է ճշմարտություն ասենք, բայց բոլոր մարդիկ չեն, որ կհամակերպեն այդ ամեն ինչի։ Եկեք բացատրենք, երևի լսարանը չի պատկերացնում, ինչու՞մն է այդտեղ ստրկությունը։ Մարդիկ լսում են, չէ՞ որ դա իրոք տեխնիկական առումով կոնկրես է յուրաքանչյուր, բայց ինչու է հենց հիմա այս թվայնացումը, որը էլի եթե տեխնիկական զուտ նայենք, դա առաջընթաց է, առաջ չկա են այդպիսի լուծումներ, այդպիսի հնարավորություններ, որոնք կան այսօր, բայց ինչու է դա այսպես ասած թակարդ։ Ես մի փոքր փորձեմ բացատրել, այլ դուք պատկերացնում եք, ձեր ամեն մի քայլը, ամեն գործարքը, ամեն ինչը, եթե թվային է, դա թողնում է հետք։ Օրինակ, եթե դուք կանխիկ փող կանխիկացրեցիք, կանխիկ փողով ինչ-որ բաներ գնեցիք, ինչ-որ տեղ գնացիք, ոչ մեկ վճարեցիք, վերջացավ, ոչ մեկ հետք չթողեցիք, չգիտի դուք որտեղ եք եղել, իսկ թվայինը ամեն մի քայլը հետք է։ Ինչ առաջի հայացքից կթվա եւ ինչ թող տեսնեն հետք ես եմ աղել, ինչու է դա վատ։ Դա վատ է, գիտեք ինչ ասում են, ով տիրապետում է ինֆորմացիային, տիրապետում է աշխարհը։ Եթե ամբողջ ձեր քայլերը երևում են, ու դա ոչ միայն մի մարդու, բոլորի, ապա պետությունը կարող է այդ տվյալների հետ մանիպուլյացիա անի։ Մենք չգիտենք հաջորդ քայլը որն է։ Օրինակ, եթե ընդունվի համապատասխան օրենսդրություն, որը օրինակ համար ոնց որ Չինաստանում արգելված է միս ուտել կամ որոշակի չափաքանակով պետք է ուտել կամ 3 ամիսը մեկ պետք է պատվաստվել, եթե դու դա չեք այլ դա ամեն ինչը երևում է, չէ՞, պետք է որպեսզի ձեր պահվածքը լավը թե վատը գնահատվի, պետք է սկզբից երևա, չէ՞։ Այդ երևալու համար դա հետքն է, երբ որ ամեն ինչը երևա, այդտեղ արդեն ըստ օրենքների, որը կընդունվեն հետո կհարմարացվեն, կսկսվի մանիպուլյացիան եւ ճնշումը։ Մեր ազատությունները։ Հասարակական Մարինա ջան, այս էլեկտրոնային փող կոչված ինչի համար է, որպեսզի եթե ինչ-որ մի մարդ ռեժիմին դեմ ինչ-որ իրեն միանգամից արգելափակելու են, այդ մարդը փող չի ունենալու, չնայած իր հաշվին ես ինչքան փող ունի, բայց այդ ամեն ինչ սառեցվելու է, ու վերջ այդ մարդը, իսկ եթե ասենք թուղթ փողը քո գրպանում դրած է, պետությունը ինչ է ուզի անի, դու այդ թուղթ փողը գոնե ունես, այսինքն ազատությունն է փողը։ Այո, կանխիկ փողը դա մեր ազատություններն են։ Էկվիվալենտ։ Վերջի երևի։ Իսկ դրա համար նրանք զրկում են մարդկանց այդ ազատությունը։ Այո, դրա համար ամբողջ բոլոր պետություններում քայլ առ քայլ դե միանգամից չեն կարող արգելել։ Smart քաղաքները որ ստեղծում են, ամեն ինչ ստեղծում են, եթե նրանք արդար մոտեցում ունենային, որ ասենք մարդկանց զուտ օգնելու, մարդկանց կյանքը ավելի, ասենք, հեշտացնելու համար այդ ամեն ինչ անեին, ուրեմն պետք է այլընտրանք թողնեին, այսինքն խնդրեմ, կա էլեկտրոնային ծառայություններ,
Այո, դու ազատ ես ընտրել, ուզում ես ընտրես դա, ընտրեմ, ընտրի, եթե չէ, ուրեմն այս մյուս ձևը կարող կա։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ process-ը դնում է նրան, որ ընտրություն չեն թողնում մարդկանց, այսինքն միայն դա պետք է լինի, իսկ դա ինչ է նշանակում, որ նրանք իրականում ոչ թե բարերություն, կոմֆորտ, այսպես ասենք, անում են մարդկանց, այլ նրանք դա անում են այն բանի, որ տոտալ կոնտրոլի տակ պահեն մարդկությանը։ Իսկ ինչի, որովհետև դա բնակչությունը աճել է, արդեն 7 միլիարդ, ավելի հեշտ է հիմա կրճատել վարիտա վերացնել մի քանի միլիարդներ, քան թե պահել հսկողության տակ։ Կյանքը դժվարացել է այդ առումով, կոնտրոլը դժվարացել է։ Իսկ թվայինը շատ կհեշտացնի այդ էլիտաներին այդ գործը։ Իդեպ մի տարբեր ուրեմն ստահոդ լեգենդներ են մոգնում մարդկանց, շատ մարդկություն հավատում է, դրանցից մեկն է, որ երկրագնդի ռեսուրսները չի բավականացնի, ասենք Չէ, դա է 8 միլիարդ եւ այլն, դա օրինված կա, ուրեմն մեր երկրագնդը այնքան ռեսուրսներ ունի, որ շատ ավելի մեծ քանակի մարդկանց կարող է ապահովել եւ այսօրվա գիտության զարգացվածության մակարդակն էլ թույլ է տալիս, որ մարդիկ ապրեն ու նորմալ ապրեն, աղքատություն այսքան մեծ մասշտաբների չլինի։ Ես կներեք ընդհանրապես ես կուզենայի մենք մի շարի խորը, նաև որպես քաղաքագետ եւ Եվրոպայում ապրող հենց միշտ բացառիկ որտեղից է ամեն ինչը գալի, որպեսզի հասկանանք թվայնացում լավ տեղակողմերը պետք է համակարգային նայել, թե այսօր աշխարհում ինչ է կատարվում, այսինքն ով է դիմում աշխարհը։ Ես դες ասեմ 2022 թվի վերջի տվյալներով ֆինանսական էքսպերտների գերմանացի տվյալները, որ ես թարգմանել եմ։ Ուրեմն կան 5 ընկերություն, IT ընկերություններ են ամենախոշոր աշխարհում, նրանք են Alphabet, Apple, Microsoft, Facebook եւ Amazon։ Ուրեմն այդ 5 ընկերությունների ընդհանուր բորսայական արժեքը կազմում է 9.1 տրիլիոն ամերիկյան դոլար։ Համեմատության համար Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի այդ 3 երկրների ընդհանուր GDP-ն համախառնվի ֆինանսում կազմում է 8.6 տրիլիոն։ Անջան Nvidia-ն չասեց ինչ ասի։ Ինչպես։ Nvidia, այդ ընկերությունը։ Nvidia չէ, 5 IT խոշորներ են, նրանք են որ ես ասեցի։ Կան եւ 4 Հիմա Nvidia-ն արդեն Ես Nvidia չեմ լսել ճիշտ ասած։ Չէ, կա նաեւ asset management 4 ավելի խոշոր, BlackRock, State Street, արդեն ուրիշ է, BlackRock, Vanguard կա, ահա, դրանք ուրեմն իրենց ֆինանսական իրենց բորսային արժեքը 22, մոտավորապես 22 տրիլիոն ամերիկյան դոլար։ Դրանք ամենախոշոր ընկերություններն են, ուրեմն ինվեստիցիոն ասած իրանք ունեն ավելի շատ փող, քան յուրաքանչյուր պետության բյուջեն։ Եվ նաև ամբողջ Եվրոմիության 28 բոլոր երկրների բյուջեն իրար հետ միացած։ Հիմա ես հարց եմ տալի ձեզ, Լուսարանին, ինչ եք կարծում, եթե այսօր ունենք այսպիսի աշխարհ, որտեղ 5 մասնագետ մասնավոր ընկերություններ են փաստորեն, որոնք ունեն ճիշտ է սեփականատեր են, մենք չգիտենք ով են, բայց այդ ինֆորմացիան փակ։ 5, հա, կարևորը չի։ Այդ 5 ընկերությունները ավելի շատ փող ունեն, քան յուրաքանչյուր պետություն։ Ինչ եք կարծում, ով է ղեկավարում, պետության պրեզիդենտ, վարչապետները, թե այդ կոմպլեքսի ֆինանսային կոմպլեքս ասեք տերերը։ Իհարկե տերերը։ Իդեպ եթե որևէ մեկը փորձի ինչ-որ բաց դոստուպով մանգա թե ասենք կոնկրետ BlackRock-ի հիմնական սեփականատերերն ովքեր են։ Չէ, սեփականատերով ճազգանունները փոքր մասնաբաժին ունեցողների անունները կա այնտեղ, բայց հիմնական են շնաձը։ Կամ մենեջերի անունը Larry Fink, որը նաև իմիջիայլոց այժմ պարալելը հանդիսանում է World Economic Forum-ի նախագահների խորհրդի անդամն է։ Ինչ է կարծում, իսկ ով չգիտի World Economic համաշխարհային Economic Forum, դա այն կազմակերպությունն է, որտեղ ամեն տարի մեկ բոլոր երկրների պրեզիդենտները, վարչապետները գնում են եւ հանդիպում են, ես ստանում եմ ինստրուկցիաները, ինչ անեն, ինչ ծրագրեր իրանց երկրներում անցկացնել են Փաշինյանը ամեն տարի գնում մասնակցում է։ Հիմա, եթե այնտեղ նախագահների խորհրդում նստած է BlackRock-ի շեֆը, մի մասնավոր ընկերության նախագահը, ինչ է կարծում, այս աշխարհում ինչ է կատարվում։ Այսինքն դա նշանակում է, թարգմանում է մեր այդ բոլոր պոլիտիկայի ծրագրերը ունեն, դա ընդհանրապես այդ ֆինանսական կոմպլեքսի բիզնես ծրագիրն է։
ուղղակի ես մի բաներ ավելացնեմ, որ հիմա մարդիկ կլսեն, կմտածեն, որ ամեն ինչ Թող ստուգեն ամեն խոսքը, հիմա ինչ լսում են, գնան ինտերնետում գտնեն։ Եվան ասեն, որ չկա այդպիսի բան, Որտեղից։ արևմուտքը, դե մտածեցին, որ մենք դրանց ամեն ինչ տալիս արևմուտքից է այդ ամեն ինչ, ասեն, որ արևելքի երկրները ավելի լավը չեն, ընդհանրապես այդ բանի օրինակ այդ Չինաստանը այդ թվայնացման մակարդակով բոլորից առաջ է։ Եվ նրանք էլ ունեն հսկայական ֆոնդեր։ Չինաստանը էքսպերիմենտի Չինաստանը, հիմա Հնդկաստանը, Բարսանում նրանք էլ հզոր ուժային կենտրոններ են, նրանք էլ ունեն ֆոնդեր, իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես քաղաքագիտական առումով, եթե այդ բանը վերլուծենք, մենք հիմա ապրում ենք պոստմոդեռնիզմի դարաշրջանում, այսինքն այն դասական մոդեռնիստական կայսրությունների դարաշրջանը անցել է։ Հիմա անդրազգային այդ կառույցները, այո, իրանք ավելի ուժեղ են, քան պետությունները։ Այո, այդ կոնգլոմերատներն իրանք են նշանակում Պետությունների պրեզիդենտների։ ղեկավարները, փաստը ունեն Դոնալդ Թրամփը, որը ինքը իրականում խամաճիկա Միացյալ Նահանգների ժողովուրդը մտածում է, թե ինքը գնաց ընտրեց եւ այլն։ Իդեպ այդ ընտրություններն էլ այդ ժողովրդավարությունների մի երկ ոնց են, այսինքն մարդկանց, այն ձևի մարդկանց են տեխնացությունները դնում, որ բոլորն էլ իրանցն են մեծ աշխուր, այսինքն այդ ժամանակ առ ժամանակ պետք է սարքել սմենը վլաստի, որպեսզի տեսանելիություն լինի, որ հա փոփոխվել է մարդիկ մտածում են, թե գնանք մեր ընտրությունն է, մեր կամքով մենք ենք ընտրում, մենք ենք իշխանություն ձևավորում, իրականում ոչ, իրականում անկախ ուրեմն ցավոք սրտի անկախ տեխնացուներ չեն լինում հիմա։ Իրականում բոլորն էլ դրանց անկախ տեխնացուն որոշ հարկի level կանցնի, հետո էլ չի կարելի չեն թողնի բաց։ Ուղղակի հիմա կան այդ ես դրանց կոնգլոմերատ եմ ասում, ֆինանսատնտեսական կոնգլոմերատներ, այսինքն կան ես վերջերս բանի մասին պայմանականորեն օրինակ այդ էլիտաների երկու մասի է բաժանել, սոդոմականներ եւ գոմորականներ, ինչու երկուսն էլ լուսնապաշտության ես դա շատ խորը կրոնական որպես ուսումնասիրող եւ քանի որ այդ մարդիկ իսկապես կրոնական իրենց իդեոլոգիան ունեն, որը դրսևորվում է կրոնի բանով, իդեպ շատերը առաջ վրա ասում են, չէին հավատում, ասում են ոչ, դրանք անում փողի, ոչ, փողը դրանց ընդամենը միջոց է։ Կոնտրոլը շատ ավելի հզոր իսկ նրանք ֆանատիկներ են, այդ վերևի այդ բուրգի վերևում գտնվող այդ մարդիկ ֆանատիկներ են, որոնք ունեն իրենց պաշտամունքը, այդ պաշտամունքի մասին երևի թե պետք է մի երկու բառ ասել, օրինակ Կալիֆորնիայում Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի լսում կա այսպես բոհեմական այդ այգին, որտեղ գտնվում է իրենց կուլքը բույի արձանի տեսքով։ Այդ հին ուրեմն կրոնական այդ ավանդությունների մեջ գուն այն սիմվոլներ, որ ինքը դեր գիտեք, այդ թռչունը մթության մեջ տեսնում է։ Այսինքն իրենք դրանով ուզում են ասել, որ նրանք այն մարդիկն են, որոնք մթության մեջ իրենք նախ խավար պետք է ստեղծեն, որ բոլոր մարդիկ այդ խավարի մեջ մոլորվեն, չտեսնեն, բայց իրենք տեսնում են, իրենց ասոցացնում են այդ թռչնի հետ, որ իրենք խավարի մեջ տեսնում են եւ իրենք շատ գիտեն, շատ են տեսնում են, իրենք որսում են։ Իդեպ ասեմ, որ այդ բույի կուլքը կա նաև ելի համալսարանի մոտ դեղեր կա մի այգի, դե ելում գիտեք, դե Հարվարդ ել։ Դեղը չերի պոստի, չի։ Այդ հաշակավոր մասոնական օթյա։ Բայց իրանք ղեկավարում են այս օֆիցիալ նորմալ ինստիտուշններով։ World Economic Forum, United Nations, բացի դրանից օֆիցիալ նորմալ համալսարանի օրինակով ասեմ, այնտեղ ասենք ընտրում են խելացի ուսանող, չէ՞։ Այս ուսանողին ներգրավում են, ասենք այդ օթյակում, բայց օթյակի մասոնական օթյակներում ոնց է, միանգամից դու չես գնում այդ օթյակ եւ դու դարձար իրենցից մեկը, ոչ։ Աբրամովը կա այդ բանը, ոնց է հայերեն։ Նա գործում է, իրանց մոտ դպրոց են նույնիսկ գործում, իրանք global leader-ների դպրոց, իրանք իրանց ուզեցած մարդու հարկում են այնտեղ սովորում է, ավարտում է եւ դառնում է իրանց կադրը։ Դա օֆիցիալ է, դուք ասում եք, ոչ օֆիցիալ է։ Այո, ոչ օֆիցիալ, որովհետեւ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Ինստիտուշններն են։ Իրենց կադրը կդառնա միայն այն ժամանակ, երբ որ կանցնի այդ բոլոր
իրենց Մեր գաղտնի Մակրոն, կազմակերպությունների բոլորը շրջանով Gates, Bill Gates, բոլորը անցել են այդ Young Global Leader դպրոցը, հասկանում։ այո, այդ որից հետո նրանք նախ պետք է համոզվեն, այս մարդը արդյոք իրանցն է արդեն։ Դե պետք է ապացուցի, հայ, ապացուցեց։ Եթե այդ Չի մարդը ստանա պաշտոն։ մշակում են նրանց ուղեղը, այսպես ասած, եթե այդ մշակումները իրենց անցան եւ ամեն կերպ ապացուցեցին, որ նրանք արդեն իրենց Նշանակում են ադեպտներն են, նոր նրանք մտնում են բարձր մեծ քաղաքականություն, նոր նրանք պոստերի են նշանակում ու ծրագրերը արդեն պատրաստի ստանում ոնց որ ասենք մեր հետ խորհրդային շրջանում ոնց է ասենք նախին ԿԳԲ-ն էր, հիմա ՖՍԲ-ն, ասենք ի մարդկանց այս խորհրդային շրջանի երկրներում այդ մենակ այդ շրջանակների մարդիկ իրավունք ունեն բարձր պաշտոններ, մնացածի համար դատները փակա, ինչ էլ ուզում ես անես, թույլ չի տալու։ Այդ սիստեմը այնքան հին է, դա շատ հին ժամանակներից է գալիս։ Кто платит, тот музыку заказывает։ Չի, ամեն ինչից ես սկսեցի այդ ֆինանսները որտեղ շատ է։ Եթե կան այդ թվային համակարգ ունի ավելի շատ փող կան երկրների բյուջեները, Բարձրավոր ինքն է ամեն ինչ որոշում, ու սա իր բիզնես պրոյեկտներն են։ Ես մի բան ուզում եմ ավելացնեմ, Արմեն ջան, սա շատ կարևոր է, որ ընդհանրապես Հայաստանում գերակայային մտայնությունը, որ այս բոլոր պատերազմները, այս աշխարհակաղակական վայրիվերումները տեղի են ունենում հանուն մենակ եւ մենակ փողի։ Դա կոպիտ ասած չարչու հոգեբանություն է, չի կարելի այդպես մտածել, նորից են տրկնում այդ մարդիկ, որ այդ բուրգի վերելուն են, նրանց համար փողը ինքնանպատակ չի, նրանց համար փողը ընդամենը միջոց է, իրենց նպատակները։ Փողը տպողներն են, սենց ասեք։ Դա միջոց է իրենց համար, նրանք ունեն իրենց գաղափարախոսությունը, իրենց իդեոլոգիան եւ իրենց կրոնական պատկերացումները եւ ասեմ ձեզ նրանք ուղղակի կրոնական մարդիկ չեն, նրանք ֆանատիկներ են։ Այդ ֆանատիկները իրենց այդ զավանցական ուրեմն այդ կրոնական պատկերացումներից ելնելով աշխարհը խառնում են հիմա ահավոր վիճակը ամեն վարքյան մենք ըստ էության կարելի ասել որ ապրում ենք երրորդ համաշխարհային պատերազմի հիմնականում այդ կռիվները, պանդեմիա հիմնականում շեղրի ուշադրություն, որովհետև ինչ միաժամանակ կատարվում է թաքուն այդ բոլոր աշխատում են սա այդ թվային փողերի վրա, դա մեզ չի ասվում ոչ միտեղ նորություններով չի ասվում, կարող են պետք է շեղել ուշադրությունը, դրա համար են սա կռիվները։ Պանդեմիաների միջոցով էլ իրենք ամեն ինչ էքսպերիմենտ։ Դա բիզնես պրոյեկտներ ամենահետ։ եւ բիզնես պրոյեկտներ, բայց նաեւ էքսպերիմենտները մարդկանց ուրեմն նորից կառավարելի դարձնել։ Հա, ինչքանով կդիմադրեն, ինչքանով չեն դիմադրի, այո, իհարկե։ Ցավոք սրտի այդ էքսպերիմենտները գնալով ավելի կշարժանա, որտեղ այդ մարդիկ շատ պինդ կանգնած են իրենց տեղերում, ցավոք սրտի, իսկ մարդկության գերակշիռ մեծամասնությունը գաղափար անկամ չունի այս ամեն ինչի մասին։ Իսկ եթե փորձում ես իրենց բացատրել, իրենք ասում են, «Ահա դե նորից սկսեցիք այդ քո կոնսպիրոլոգիական ինչ-որ տեսությունները, ականջը կարճի Էփշտեյնի պատմությունը, որից հետո շատ մարդկանց աչքերը բացվեց, հասկացան, որ այդ ինչ-որ մենք պատմում ենք, դա հեքիաթներ չի, որ դա իսկապես։ Ես կարող բացատրեմ իմ գիտելիքները որտեղից են, ես ինչ եմ պատմում։ Օրինակ, դու կարող ես ամեն ինչը գնալ ինտերնետում ստուգել, ամեն մի խոսք ինչ ես ասում եմ։ 2019 թվականին այն ժամանակվա Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բարձրանում է OON-ի միավորված ազգերի կազմակերպության ասամբլեայի տրիբունայից եւ ճառ է ասում։ Ճառը ես գիտեմ ամեն մի խոսքը ստորագետը, որովհետեւ ես այդ ճառը թարգմանել եմ անգլերենից գերմաներեն։ Հիմա ասում է հետեւյալը, ուշադրություն դարձեք, դեռ 19 թվականին ինտերնետում կա, կարող եք գտնել։ Ասում է, ապագայում ամեն ինչ լինելու է թվայնացված, smart city-ները հսկողության տակ են պահելու բոլոր բնակիչներին, հնարավոր չի լինելու ոչ մի գաղտնիք, որ սովորական քաղաքացին ունենա մեզանից, ավելի հեշտ կլինի իրան գաղտնիք ունենալ իր բժշկից, ուրոլոգից կամ գինեկոլոգից, քան Google-ից։ Google ամեն իմանալու է ամեն ինչ, դա հսկողության մասին է խոսում, այսինքն դեռ 19 թվական, դա ինչ է, դա ստրատեգիան է, հնչեցված ամենամեծ օֆիցիալ բեմից, չէ՞, միավորված ազգերի կազմակերպության ասամբլեայից եւ կարող եք լսել շատ մեծ, հա, ու ամենակարևորը վերջում ասում է, այն Ալեքսան դա արհեստական բանականություն է, որը մենք
հիմա հարցեր եք տալ, ամեն երկրում մի անուններ կոչվում է Siri, որ հեռախոսով հարցնում եք ինչ արել, միտեղ Alexa, այստեղ եթե չեք սխալվում ChatGPT այդպես։ В общем, այսպես ասենք ChatGPT Alexa-ն ապագայի ոչ թե միայն պատասխանելու է ձեր հարցերին, այլ ձերը խփելու է սեղանին եւ ձեզ թելադրի դե դուք ինչ անեք, ոնց մտածեք։ Դա դուք ասում եք, ես դա լսում եմ անգլերեն, թարգմանում եմ գերմաներեն։ Հիմա եթե ես դա գիտեմ, եթե ես լեզու իմանալով առաջինը դա լսել եմ, այնտեղ ապրում եմ, հասկացել եմ, ես հիմա ինչ անեմ, ձևացնեմ, որ այդպիսի բան չկա, չկա այդպիսի բան։ Չէ, մարդիկ շատերը չեն ձևացնում, Ես որոշում եմ, իրենց ճիշտ է կոմֆորտի խոսալ։ զոնայից դուրս չեն գալիս, ասում են լավ, դե սուտ է, դուրս Դες չգնենք։ որ բացեք ինտերնետում, չընդունենք, բայց Boris դուրս Johnson չընդունենք։ 2019 թիվ General Assembly-ում Չէ, ոչ թե ասում են Speech-ը ինքը չի ասել, ուղղակի կասեն դե հա, շատ էլ ասեց, հիմա բաներ ասեց։ Լուրջ պետք չի, որտեղ այդ մարդիկ վախենում են իրենց Անդրեյ վարչապետը օգնի բեմից հենց այս բաներ չի ասում, ընկերներ։ իրենց համար Դա ձեր կյանքի ծրագիրն է ավելի ասում։ ընդունելի է, քան թե դա ճշմարտություն է, բայց մարդիկ պետք է հասկանան, որ մենք Եթե ջայլամի քաղաքականություն է։ որ մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, որ արդեն պետք չի այդ քաղցր ստերով ապրել, արդեն վտանգավոր շրջան ենք մտնում։ Կամ մեկ ուրիշ փաստավ ասեք։ Նույն այդ արհեստական բանականությունը շուտով վիրտուալ աշխարհի եւ իրական աշխարհի սահմանը քանդելու է եւ դա արդեն լինելու է մի այնպիսի մի տարօրինակ ժամանակաշրջան, երբ մարդիկ իրենց գործունեությունը ծավալելու են, ասենք, վիրտուալ տարածքում, այդ վիրտուալ տարածքի ներսում արդեն այդ վիրտուալ տարածքի ներսում ինչ-որ ազդեցությունների գոտիներ կլինեն, ինչ-որ պատերազմներ արդեն այդ վիրտուալ տարածք։ Նույնը այնտեղի արդեն այդ արհեստական բանականությունը եւ այլն ինքը ամբողջությամբ ներգրավելու է այս մեր իրական աշխարհի կյանքին։ Մարդիկ չեն Եվ մենք պատկերացնում։ որակապես մարդկային Պատկերացնում դուք ուզում եք գաք տուն տեսնել, որ ձեր հաշվի համարից ավտոմատ գանձվել է շտրաֆ ինչի համար, որովհետև դուք փողոցում կարմիր լույսի տա որպես հետիոտն եք արծել, միտեղ սխալ տեղ հեծանիվ եք կանգնացրել, իսկ ոնց է դա պարզ լինելու, կամերաներ, բայոմետրիկ, ամեն ինչը դա է թվայնացում է։ Հիմա դա հնարավոր չի, միայն ավտոմեքենաները կարող են շտրաֆ։ Ոչինչ։ Իսկ դա դուք ձեզ էլ եք շտրաֆ եւ տեսնեք, որ ձեզ տիրանել են այն բանի համար, որ դուք ձեր բժշկի նշանակած սննդակարգից շեղվել եք։ Կամ էլ այդպես։ Ձեր բժշկի նշանակած սննդակարգից հանկարծ շեղվել եք մի քիչ, հա? Ինչ-որ շտրաֆ ավտոմատ արդեն գանձվել է ձեր հաշվի համարից, դա է թվայնացումը։ Դուգանել են, այսինքն մարդկանց իրավունքներն ու ազատությունները դա ազատությունների վերջն է։ Սահմանափակվել ու սահմանափակվել։ Ու պետությունը կարա շատ հեշտ դա մանիպուլացնի։ Իսկ մարդկությունը նորից եմ կրկնում, Արման ջան, մարդկության մի մաս կա, որ ինքը հրու հնազանդ կհամակերպվի այդ ամեն ինչի, որտեղ ինքը ներքուս ունի այդ օկեբանությունը ստուգի։ Մարդկա քանի մի կտոր հաց կա սեղանին, բան չի ուզում։ Իսկ մարդկանց մի մասը, որը որ իսկապես համապատասխանում է մարդ արարած ասվածին, հա, ինքը արդեն այդ բանը չի տալի, որտեղ ինքը սիրում է ազատությունը։ Իհարկե, նորմալ մարդ ես գտնում եմ իր ազատությունը գենետիկ առումով կոդավորված է մարդու մեջ։ Մենք ծնվել ենք, մեր կյանքը ունենք, այդ էլիտաները չեն մեզ կյանքը պարգևել, իրանք իրավունք չունեն կառավարել։ Կամ մի ուրիշ փաստացի, որ կարող եք ինտերնետում ստուգել։ 2020 թվականին Klaus Schwab արեց հետևյալ արտահայտություն, իսկ Klaus Schwab-ը World Economic Forum-ի նախկին հիմնադիր ու նախկին նախագահն է, հիմա ինքը չի, բայց նա ասեց our aim is the junction. Որ Դավոսում հավաքվում են։ Հա, դա է հիմնադրել։ Բերնո Դավոս անունով գիտեն։ Ժողով Դավոսը այնտեղն է, որտեղ Փաշինյանը ամեն տարի գնում է, բոլոր Բոլորը գնում են ինստրուկցիաներ ստանում։ Ոչ այ դրա հիմնադիրն է ասել 2020 թվականին։ Հետևյալը our aim is a junction of our physical, digital and biological identities։ Թարգմանում է մեր նպատակն է, իրանց նպատակն է մարդու բիոլոգիական, ֆիզիկական եւ թվային ինքնությունների միաձուլումը։ Հիմա ես հարց եմ տալի։ Ինչ գործ ունեն իրանք թեկուս ամենաշատ փող ունեցող էլիտաները իմ բիոլոգիական ինքնության, այսինքն դա մեր մարմնի մասին է խոսքը, իմ բիոմարմնի հետ ինչ գործ ունեն, որ պլանավորել են միացնել թվային աշխարհի հետ։ Դա նշանակում է շատ տարբեր բաներ կան, իմպլանտներ, տատուներ, ինյեկցիաներ, թվային այնպիսի բաներ ներդրել մեր օրգանիզմ, որոնք կկարդացվեն սարքերի կողմից։ Այսինքն տոտալ հսկողություն, որտեղ ես ինչ է
Օրինակ այդ իմպլանտների մասին, ասենք, այսպես մի բան։ Ստուգեք ինտերնետում կա Klaus Schwab, Եթե իմպլանտը մարդու մաշկի տակ են դնում, դա անընդունելի է։ Եթե նորից եմ ասում, այստեղ ընտրության հարց է, եթե ժամացույցի նման դու այդ սարքը կապելու ես դեպի ու իրավունք ես ունենալու, երբ որ դա լավ է, այս բանը անշփոթես, քայլն է լինելու, դա Կարանք ասենք, որ ինչ-որ միտեղ ընդունել է, բայց երբ որ մարդուն ասում են, գիտես ինչ կա, քո իսկ բարօրության համար մենք քո իսկ անվտանգության համար, քո մաշկի տակ, քո իսկ անվտանգության, քո մինչև հիմա որ այդ չկար, վտանգության։ Այդ բանի համար այդ դեպքում մարդը պետք է հասկանա, լավ, որ այդ ձևը թե ժամացույցի նման բերեք ապեքին թևին, երբ որ պետան որ ինձ արդեն այս բանը դուրս չգա, ես կանեմ շփոթել։ Իսկ եթե դու իմ մաշկի տակ ես ուզում նստես, ինչի՞ համար։ Բայց ես ինչի եմ ասում, խոսքը գնում է բիոլոգիական եւ ֆիզիկական մարմինը ծուրել թվային աշխարհի հետ։ Դա ո՞նց եք հասկանում։ Ես դա տենց եմ հասկանում։ Ու քանի որ անցած հաղորդումների ժամանակ ես մի քիչ այդ Արուսյակի բանի Ես հույսով եմ մեր չբանձացեցի, հանդիսատեսին է դետում։ Ես քանի որ դա իմ մասնագիտականն է, ուրեմն բույի արձանի մասին ասեցի։ Մարդիկ չգիտեն, որ դա ուրեմն հին շումերական, դեռևս շումերական։ Իդեպ շումերական ցիվիլիզացիան հին շրջանի ամենա այսօրվա դրությամբ, որ այդ հին շրջանի ցիվիլիզացիաների մասին ինֆորմացիա կա, ամենաշատը ամենային շրջանի այդ շումերական ցիվիլիզացիայի մասին, որտեղ նրանց այդ սեպագիր արձանագրությունը եւ այլն կարդացել են։ Ու նրանք ունեցել են դժոխքի աստվածուրի, դժոխքի դիակալ, որը որ սեպագրերով կարդում են երեշկի գալ։ Իրականում դա երեշկի գալ չի, ես ասել եմ ձեզ, որ ոչ միայն մեր Արարատյան, այսինքն այդ ուրախական կոչված սեպագրերն են սխալ կարդացել, նաև շումերական սեպագրեր, սեպագիրն լավ է սեպագրեր են, բա ինչ կա։ Բավականին մեծ գալիս են դրան։ Ուրեմն այդ երեշկի գալը իրականում դա այդ սեպագիրը երկու ձևի է կարդացվում, կամ արուսյակ, կամ հրեշ։ Երեշ դա հրեշն է։ Երեշկի այդքի դետերմինումը, որ ավելանում է, դա արդեն արուսյակ, այսինքն այդ դեպքում մենք կարդում ենք արուսյակ, ու տես, որ մաքուր հայկական էլի անուններ, հայտնեցին շումերական, ես չեմ ուզում ասեմ, որ շումերերեն դա հայերեն է, բայց գոնե սակրալ շումերերենի բոլոր այդ սակրալ բառերը դրանք հայերեն են։ Ես լսել եմ, որ 70% արմատները հայկական են, բայց ճիշտ ասած չկա, ճիշտ լսել եմ այդպես։ Կարող է դա մի քիչ չափազանցություն է, բայց շումերական շումերերենը շատ մոտ է հայերեն լեզվին։ Okay, եւ առավել եւս նորից եմ կրկնում, այն ինչ որ կապված է կրոնական պաշտամունքային բառերի հետ, սակրալ նշանակության բառերի հետ, դրանք հայերենից են գնահատվել։ Օրինակ շումերական արձանագրություններում կա աստված բառ։ Դա մաքուր հայերեն բառ է, բայց իրենց արձանագրությունն է։ Նույն արուսյակը եւ այլն։ ինչ եմ ես։ Դա ուզում եմ ասեմ, որ այդ հարթականդակներում շումերական երեշկի գալը միշտ բույի արձանի երեշկի գալի արձանն է։ Հա, ուզում եք ասեք իրանք այդ բույի կուտը վերցրել են։ Հենց այդ կուտը դերևս շումերական շրջանից է գալիս, այդ կուտը, որ դժոխքի խորհրդանիշն է, եւ այսօրվա էլիտաները այդ կուտի հետևորդներն են, այսինքն նրանք դժոխքի պաշտամունքը պատահական չի, որ դրանց նաև գեհենի առաքյալներ են ասում, որտեղ նրանք ունեն ֆունկցիա այս աշխարհը վերածել դժոխքի։ Կարող է տարօրինակ թվա, մարդկանց կասեն ես ինչ եկյատներ են պատմում, բայց հա, այդպես է։ Տեսեք, այդ Էփշտեյնի հարցով մարդկանց շատերը զարմանում են, ոնց թե փաստում է այնտեղ ոչ միայն այդ անպաշտպան երեխեքին, ոչ միայն բռնաբարել են, այլ սպանել են։ Կրոնական ինչ-որ զոհաբերություններ, նույն այդ Կալիֆոռնիայի այդ Ռոշան որ կա, Բագենսկի, այնտեղ են զոհաբերություններ իրականացնում իրականում։ Մարդկանց Այսինքն մենք ապրում ենք դրա մասին խոսում, որտեղ դա այն մարդիկ են, որոնք մեր օրենքներն են, մեզ ասում են, մենք ոնց ապրենք։ Որոնք կառավարում են այս աշխարհը։ Պատկերացրեք, իսկ մենք պետք է սուս մնանք եւ մեր իմացածներ չասենք։ Դրա համար մարդիկ պետք է հասկանան ու վեր կանգնեն այն անասնական հոտային բնազդից, որտեղ հոտային բնազդը ինչ է ասում, որ քո առաջնորդը քեզ միշտ տանելի է դեպի ավելի լավ արոտավայր, որտեղ դու լավ կարածես, դա հոտային բնազդն է։ Նայեք, հիմա ինչքան կանդիդատ կա, ես մենակ մի բան եմ ուզում ասել, եթե
կանդիդատը, որ պետք է ընտրվի ձեզ, չի բացատրում այսօրվա աշխարհում ինչա կատարվում, եթե գլոբալիզմից չի խոսում, եթե թվայնացումից չի, եթե դա չի ասում, ուրեմն նա անկեղծ չի։ Ուրեմն դա ընդհանրապես Պողոսին փոխարինում են Պետրոսով եւ անում են դա նույն էլիտաները, որովհետեւ դա ընդունված է ժամանակ առ ժամանակ պետք է իրանք կատարեն իշխանության փոփոխություն, որ երևա թե մարդիկ են ընտրել փոփոխել։ Այո, մարդկանց մոտ ուրեմն Իրանք գիտեն, որ մարդիկ հոգնում են տարիների ընթացքում մեկից, պետքա փոխեն իրանց ծովից, որ չկան ներքև։ Կան երկրներ, որոնք այդ ժողովրդավարության ավանդույթները նրանց մոտ ուժեղ է, ուզած-չուզած, օրինակ տեսա Ռուսաստանում ժողովրդավարության ավանդույթ չկա, դրա համար այնտեղ հանգիստ մեկին նշանակել են այս 20 տարի։ Որտեղ գիտեն, որ այդ ժողովուրդը միշտ էլ ճոխտական այդ բանը իր համար հոգեհարազատ է, բայց օրինակ եվրոպական երկրներում պետք է ընտրություններ անել, բավարար անեն, որտեղ նրանք բայց դա ձևական փոփոխություն է։ Համենը երկու կուսակցություն է, հիմնական մեկենա կարող է 2 չլինի 12 լինի, միևնույն է։ Չկա փոփոխություն։ Միևնույն է, մեր Հայաստանում կողմից կատարվող իշխանության փոփոխություն։ Մեր Հայաստանում սիստեմը ոնց է ասենք, այստեղ բոլոր այդ կուսակցությունները, ովքեր որ հեռուստատեսությամբ այդ մարդիկ նույն դեմքերից 30 տարի Ես չեմ լսել, ոչ մեկը խոսա նրանց հայկական ուրեմն դիբատների բաներն վաղուց չեմ հետևում, այդ հայկական հեռուստատեսության քաղաքական հաղորդում կոչվածներին չեմ նայում, որտեղ դա արդեն զզվանք առաջացնում ազնվության եմ ասում, նույն դեմքերը, այդ նույն դեմքերը, այն դեմքերն են, որոնք նույն բանն են ասում նախորդը կոռուպցիա էր, ես կգամ կոռուպցիա չի։ Նույն այդ պոպուլիզմը, մարդկանց խաբել, մանիպուլացնել այդ գոնե Եվրոպաներում մի քիչ մակարդակ է, այնտեղ մարդիկ որ մանիպուլացնում են, էլ գիտեն։ Այնտեղ էլ մանիպուլացիա։ Դե հա, ասում են այնտեղ գոնե ստում են, մակարդակում են ստում, այստեղ այդ պրիմիտիվ, այդ բանը, զզվանք, այդ Հայաստանում Հարգելիներս Հայաստանում ինչ ընտրություն, ինչի մասն է խոսքը։ Հայաստանում ես 30 տարի ընտրություն տեղի չի ունեցել, դրանք ընտրությունների իմիտացիա է։ Ու ես որ հիմա տեսնում եմ այստեղ մարդիկ այդ ընտրությունների հողի վրա վիճում են, մեկը մյուսին վիրավորում են։ Բայց Եվրոպայում էլ ոչ մի տեղ նույնը։ Բայց տարբերությունը այն է, որ օրինակ Գերմանիայում ես ասում եմ, այնտեղ կա մի որոշ տոկոս բնակչության, 20-19-20%-ն է, որը առաջադեմ է, որը առաջացնում է, որը օրինակ հենց մարդկանց շնորհիվ 10% լինի։ Չէ, կա, մոտ մի 17-18 միլիոն է դա, բայց ասում են 20% դա 84 միլիոնի, քանի 17 միլիոնն է դա, դրանք այն մարդիկ են, որոնց շնորհիվ կանգնեցվեց այդ պարտադիր ապահովման օրենքը 22-21 թվին, երկու անգամ դրվել էր Բունդեստագ քվեարկության, ու ահռելի մեծ Եվրոպայում միջին 80% վակցինացիա անցանց 80%, իսկ այն 20%-ը, որը դուրս էր գալի փողոց, իրանց շնորհիվ կասեցվեց օրենքը։ Եթե այդ օրենքը անցներ Գերմանիայում, հետո կանցներ ամբողջ Ռուսաստանը, Հայաստանը, աշխարհում մեկ։ Հասկանում եք, դրվել էր քվեարկության, ու քվեարկության օրը ահռելի միլիոնանոց պրոտեստ էր Բեռլինում, ամեն քաղաքում, ես ինքս մասնակցել եմ այդ մարդկանց շնորհիվ դա կանխվեց, եթե Գերմանիայում կանխվեց, ուրիշտեղ դրա համար հետ տվեցին, չզգացիք դուք մի պահ, ճշում էին, հետո հետ գնաց։ Դուք ասում եք միլիոնանոց միտինգներ են եղել, բայց դա տարբերություն այնտեղ կա այդ պրոգրեսիվ մասան, այստեղ չկա, ցույց չտվեցին, չասեցին, չէ, չեն ցույց տա, ես մասնակցել եմ, տեսեք դուք գիտեք, որտեղ մասնակցել եք, իսկ այստեղ մարդիկ չգիտեն, այստեղ որ ինչ-որ բայց դա չզարմացաք, ինչի դուք ստոպ տվեցին այդ որ ճնշում են, ինչի, որովհետև Գերմանիայում օրենքը որ դրվել էր քվեարկության երկու անգամ տապալվեց, որտեղ փողոցում 17 միլիոն անհնարավոր մարդ են, իսկ 17 միլիոնը չես կարա բանտարկես քրտես բանտեր, քան բան չկա։ Այսինքն այդ ժողովրդավարական ավանդույթները դեր շատ Այսինքն մարդու ազատ հոգիները կա։ Եվրոպայում ապրում է, իսկ այստեղ դա ընդհանրապես չէ, այստեղ որոշում են այսպես կտերներ ու վերջ։ Ընդդեմ մարդը դեռ իրան հարգանք ունի, դա մի րոպե, դուք իմ մարմինը հետ ինչ գործում եք, որոշեք ես 3 ամիսը մեկին չեմ մարմնիս մեջ ներարկում ինչ չեմ դուս եկան Բան արեցին սա, իրանց չես կարա չհաշտվես, դա քիչ չէ, 18 միլիոն ինչ ես անել, որ մի բանես խցկելու, որ մի բան բայց էդ է բան, դրա համար մեր ես հաղորդումը նաև դրա համար է, որպեսզի այստեղ էլ մարդիկ իմանան այդ ամեն ինչի մասին, որպեսզի որոշ մարդիկ հասկանան, որ միշտ չէ, որ իրենց առաջնորդները իրականում իրենց լավն են ուզում, այլ կարող է եւ հակառակը լինել,
Միշտ որ այդ հոտի վաժակը իրենց տանելու է լավ արոտավայր, որ լավ միգուցե տանելու է սպանդանոց։ Դե ես ասում եմ, ինդիկատորն է, դուք լսեք ինչ ասում։ Ձեզ բաց գլոբալիզմից խոսում է, ով է խոսում, բացատրում է թվայնության այդ վտանգների, որ մենք խոսում են, դա է այսօրվա օրը աշխարհի CBDC-ի մասին ասում է։ Նրանք միայն դրա դրական կողմն են Եթե չէ, ուրեմն մի հավաք։ Բացական կողմը չեն ասում։ Ինչու՞, որովհետև ինչի ասեն, դրանք ասում են, վայ, դա ձեր անվտանգությունից ելնելով, տերորիզմի դեմ պայքարելու համար, նարկոտրաֆիկի դեմ պայքարելու համար, ես օրինակ լսեցի վերջերս, որ Մեքսիկայում շուտով ընդհանրապես թուրք փող չի լինելու ու անունը դրել են, որ դրա միջոցով իբրև թե պրեզիդենտին են դրել նոր իրանց նարկոտրաֆիկի դեմ պայքարել էլի։ Նոր կին պրեզիդենտ ունի Մեքսիկան, դրանից է, այո։ Դե ինչ ասեմ, նույն սխեման է, մարդ ինքը իրան եթե չհարգի չդիմադրի ամեն ինչ կուտա, գնալով կվատանա մարդու կյանքը, մեր ասածը դա է իմ ասածը։ Պետք է ջայլանի քաղաքականություն չտանել, պետք է կոնֆորտի զոնայից, ինչպես դուք ասեցիք, դուրս գալ, ճշմարտությանը առերեսվելու, ունենալու ուժ։ Օրինակ պատմության դասընթացները այնպես են անում, որ ժամանակակից մարդը մտածում է, թե այդ ինչ ժամանակներում ստրկատիրական հասարակարգ էր, ինչ պատեր։ Նրանք չեն պատկերացնում, որ հիմա նեոստրկատիրական շրջանն է։ Հիմա թվային ստրկություն է գալու, ավելի վատ, ավելի դաժան, ավելի այդ ստրկատիրություն։ Տեսեք, օրինակ ասում են, ինչ օրինակ բերեմ, ասենք ոսկե Հորդայի շրջանում մոնղոլները, ասենք որ Ռուսաստանի վրա իշխում էին, օրինակ յամա Ռուսաստան, 10% էր բանը եկամտից, ամեն մարդու եկամտից 10% հարկ էին դրսում։ Հիմա որ այդ նույն Ռուսաստանում նայում են, այդ տնտեսագետները հաշվում են, թե պետությունը ինչքան է վերցնում, 40%-ից ավելի է։ Բայց տեսեք, ասում են, վայ, դաժան լուծեր, մոնղոլների դաժան լծիտակ են կապում, բայց չեն ասում, որ հիմա Կարապատի կավեք դաժան լծիտակ է հարգերին ես։ Եթե թվայնացնի, այդ հարկերը այնքան են շարժանալու, հետո գալու է այդ կլիմայական իրանց բիզնես մոդելը։ Չնայած հիմա էլ արդեն առանց թվայնացման էլ այնպիսի մի համակարգ է ձևավորվել, շտապներ են դրվելու ամեն մի ջուրիկ բաների վրա։ Մարմա ջան, տեսեք ինչ համակարգ են ձևավորել, ասենք այնպիսի աշխատավարձների բանը, որ մարդիկ այդ աշխատավարձով հասցնում են ծերին հասցնեն, այսինքն սնունդը հագնել է բանը, միջել առողջապահական ինչ-որ այդ բաները, որպեսզի այդ մարդը չկարենա այդ շատ կուտակի, որ այդ կուտակած դրանով ինքը արդեն իր կյանքը դասավորի այնպես ինչպես որ ասեն։ Չէ, մարդկանց ուրեմն տոտալ կախման մեջ են փոխում։ Այդ CBDC կոչված բանկային թվային փողը եթե դա ընդունվեց, ես չեմ կարծում որ դա կանցնի, բայց եթե դա անցնի, դա է նախատեսում, այսինքն փողը դուք ստանում եք, դեպուստիմ այդ հավելվածի վրա համարեք 100,000 ու դա պայման է դրված, մինչև հաջորդ ամսվա 3-ը այդ 100,000-ը եթե չես ծախսում, զրոյանում է։ Իսկ հետո կարելի է ծախսել միայն 10 կիլոմետրից ոչ ավելի տարածքում, հետո միայն 15 կիլոմետր բույս առնելու ոչ թե միս առնելու վրա, հետո միայն հետո քիչ-քիչ սեղմվելու է։ Լիմիտավորելու է մարդկանց։ Հա, պայմաններ դնելու։ Քո փողն է, պետությունը քեզ պետք է ասի ոնց ծախսես։ Ընդհանուր այդ ռոբոտատեխնիկան, որ ու հետ գցելու հնարավորություն չի լինելու այդ թվային փողը։ Արդյունաբերական հիմնարկությունները դնում են այդ ռոբոտատեխնիկան պետք է փոխարինի մարդկանց, նաև այս արհեստական բանականությունը փոխարինելու արդեն միջին։ Այո, դա 4-րդ ինդուստրիալ հեղափոխությունն է։ Կարդացեք ընտրել Klaus Schwab-ի գիրքը Fourth Industrial Revolution, 4-րդ ինդուստրիալ ռևոլյուցիա։ Ինքը այնտեղ ասում է, առաջինը ինդուստրիալ ոչ թե նորմալ հեղափոխություն։ Առաջինը եղել է, որ մարդկությունը պարավոյի գծել է, հայտնաբերել փոխվել է արդյունաբերության ձևը։ Երկրորդը եղել է, որ առաջի կոնվեյերը հայտնաբերվեց։ Երրորդը դա կոմպյուտեր ինտերնետն է, որ փոխեց մեր կյանքը, գիտեք ոնց։ Չորրորդը արդեն տրանսհումանիզմն է, բիոմետրիա եւ ամեն ինչը։ Որի արդյունքում որտեղ արդեն փոփոխվում են կներեք ոչ թե արդյունաբերության միջոցները, այլ ինքը մարդն են փոխում։ Տրանսհումանիզմ, տրանս նշանակում փոփոխել, հումանիստ մենք ենք, մարդիկ ենք։ Այդ գրքի մեջ կա գրած, ով ա գրել ոչ թե փողոցից անցոտ, այլ
World Economic Forum-ի հիմնադիրը Klaus Schwab-ը։ իրենք Գտեք ինտերնետով կարդացեք։ Իրենք ունեն նաև հեռու գնացող ծրագիր, համաձայն որի պետքա երկու ռասա մարդկային ստեղծեն, մեկը իրենց բարձր ռասան եւ մնացածը ստրուկների ռասան։ Դրա համար պետք է սկզբից թվայնացում անցնի նոր է Դա արդեն ուրեմն գենետիկ ինժեներիա եւ այլն։ Բայց եթե sense գնա որ մարդիկ ոչ մի բանի չդիմադրեն, աչքից կստացվի կգնա, բայց դա Տեսեք, սելեկցիա է տեղ ունենում, իդեպ այդ սելեկցիան արդեն վաղուց առանց այս թվայնացման, այդ սելեկցիան արդեն վաղուց է գնում, ինչ են անում, այնպիսի տնտեսական քաղաքական ֆորմացիա են ստեղծում, որ նորմալ մարդիկ ուղղակի պետքա գլուխները վերցնեն խախնեն, բայց ու խախնեն։ Կամ ուրեմն չբազմանա վերանան, իսկ այն մարդիկ, ովքեր որ հատված են ստրուկ լինելու, այդ մարդիկ, այսինքն ստրուկների մի բան են բազմացնում, ստրուկների սերուն։ Հիմա այդ արհեստական բանականության, այդ ամեն ինչի գիտական առաջընթացի շնորհիվ նրանք այդ ամեն ինչ ավելի արագ տեղերով են անել։ Լավ, միգուցե այսքանով այսօր սահմանափակվենք։ Այո, թեման հետաքրքիր թեմա է, հետո շարունակենք։ Գրեք, կոմենտներում գրեք, դուք ինչ եք կարծում։ Շարունակենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։